Նույնիսկ հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստանի ռիսկերն ու մարտահրավերներն ավարտվել են։ Խաղաղության պայմանագիրը ընդամենը թուղթ է, եթե դրա հետևում չկա ուժեղ պետություն, ուժ, տնտեսություն, դաշնակիցների լայն ցանց, դիմադրողունակ ինստիտուտներ եւ անհրաժեշտ պատրաստվածություն։ Ադրբեջանը հենց այս տրամաբանությամբ էլ շարժվում է, իր պետությունը պահում է մշտապես պատրաստ ցանկացած սցենարի։ 2026 թվականին պաշտպանության համար նախատեսել է մոտ 5.1 միլիարդ դոլար։ Շարունակում է Թուրքիայի հետ զորավարժությունները, համալրվում է թուրքական, իսրայելական, պակիստանյան զինատեսակներով, պահում է էներգետիկ լծակները եւ դիվանագիտության մեջ միշտ թողնում է ճնշման գործիքներ։ Այսինքն խաղաղության մասին խոսելով միաժամանակ ուժ է կուտակում։ Հայաստանն էլ պետք է նույնն անի, ոչ թե պատերազմի, այլ ջանքեր գործադրի խաղաղությունը ապահովագրելու համար։ Առաջինը դիվանագիտություն։ Պետք է կառուցել դաշնակիցների լայն ու գործնական ցանց Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի հետ եւ վերջ դնել որևէ մեկից կախվածությանը։ Երկրորդ պաշտպանություն։ Արագ արդիականացում, պատրաստ պահեստազոր, անօդաչու եւ հակադրոնային համակարգեր, սահմանների ինժեներական ամրացում, քաղաքացիական պաշտպանություն, որպեսզի որևէ սադրանք չվերածվի աղետի։ Երրորդ տնտեսություն։ Արտադրություն, տեխնոլոգիա, ենթակառուցվածք, աշխատատեղ ու բարձր աշխատավարձ, որտեղ թույլ տնտեսությամբ ուժեղ բանակ պարզապես չի լինում։ Եվ չորրորդը պետության ներքին կյանքը, օրենքի գերակայություն, կարգապահություն, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն, ուժեղ դատարաններ եւ արդյունավետ պետական ինստիտուտներ, որպեսզի երկիրը ներսից լինի ամուր եւ պաշտպանված։ Խաղաղությունը ընծա չէ, այն չի նվիրաբերվում։ Խաղաղությունը մեկ ստորագրություն չէ, խաղաղությունը տոն չէ, խաղաղությունն ամենօրյա ջանք է, աշխատանք է, այն պաշտպանվում է խելքով, ուժով եւ պատրաստվածությամբ։ Մեր նպատակը խաղաղ ապրելն է, բայց երբեք չմոռանալ, անվտանգությունը կառուցվում է այսօր եւ ամեն օր։